Պարոն Գալստյան, այս վերջին 2-3 ամսում հարևան երկրներից ապրանքների ներմուծումը էմոցիոնալ ֆոն էր ստեղծել, բարձր դուք փորձել եք վերլուծել, թե հնարավոր է ապաշրջափակումը այս արդեն ներկայիս պրակտիկ արդեն պայմաններում, ոչ միայն տեսական, ինչպես կարող է ազդել գների վրա, որովհետև կարծես թե նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նույն բենզինի գների իջեցում կար, բայց նախորդ ամիսներին անցյալ տարվա այն էլ ավելի բարձր էր, այսինքն չի կարելի ամբողջ գնանկումը գոնե այս դեպքում վերագրել զուտ այդպիսի ներմուծումներին։ Ու սա մասնավոր դեպք է, իսկ ընդհանուր առմամբ դուք այդպես ունեք ինչ-որ վերլուծություն, թե ընդհանուր տնտեսության համար տեսանելի ապագայում ապաշրջափակումը, միգուցե ինչ-որ հիմնական ապրանքատեսակների գծով ինչ գնանկումային ազդեցությունների կարող է բերել։ Նման վերլուծություն դեռ չունենք, որովհետև այդ ապրանքների քանակը եւ ծավալը, որոնք դուք նշում եք, բավականին սեղմ են եւ սահմանափակ։ Ինչ վերաբերում է կոնկրետ այդ մի ապրանքատեսակի, օրինակ բենզինի հետ կապված, եթե ճիշտ հասկացա ձեր դիտարկումը, իր հետ կապված ազդեցություններին, ես կարծում եմ, որ այդ ազդեցությունների հիմնական մասը մենք կտեսնենք հունվարի գնաճի մեջ, որովհետև դեկտեմբերի 20-ից հետո գների ազդեցությունները արդեն ընկնում են հունվարի գնաճի հաշվարկի մեջ, ուստի ես կարծում եմ, մենք որոշակի ազդեցություններ կտեսնենք, այդտեղ պետք է նայել, թե ինչ չափով է ինքը ազդելու, ինչ տեսակարար կշիռ ունի զամբյուղի մեջ։ Ես չեմ կարծում, որ այդ ազդեցությունները տենց էական են լինելու կոնկրետ ամբողջ ՍԳ-ի ազդեցության տեսանկյունից, բայց ամեն դեպքում ապաշրջափակումը ես հիմնականում շեշտադրումը կանեի բաց սահմանների վրա, այսինքն եթե մենք ունենանք բաց սահմաններ ու տեղի ունենա ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժ, ներմուծման եւ արտահանման տեսքով, ես կարծում եմ, որ դա դրական ազդեցություն է ունենալու մեզ վրա, բայց ինչ չափով էս պայդրությամբ կդժվարանամ որոշակի օրեն ասել։ Հարկա խնդրեմ։ Շնորհակալություն։ Ինչպես է Հայաստանի կենտրոնական բանկը գնահատում թրիփ նախագծի պարտավորությունների հետ կապված երկարաժամկետ մակրոֆինանսական ռիսկերը, ներառյալ օտարերկրյա կապիտալի մասնակցությունը եւ արտաքին ֆինանսավորումից հնարավոր կախվածությունը։ Արդյոք կենտրոնական բանկը այս պարտավորությունները համարում է միջնաժամկետ հեռանկարում լրացուցիչ հարկաբյուջետային ճնշման ռիսկեր։ Ես կարծում եմ, որ սրա մասին պետք է խոսալ այն դեպքում, երբ որ մենք առնվազն ունենանք նախագիծը թղթի վրա ու կարողանանք վերլուծել ու հասկանալ ինչ քայլեր են մեզ սպասվում, ովքեր են ներդրողները, ինչ ծավալի ներդրման մասին է խոսքը, ինչ ժամանակահատվածում, ինչ ուղղություններով, արդյոք դա լինելու է ուղղակի ներդրումներ, թե դա լինելու է ինչ-որ վարկային միջոցների տրամադրում, որի հետո կոնվերտացիա լինելու մեր ընկերությունների կողմից որոշակի աշխատանքի։ Այսինքն ես հիմա զերծ կմնայի որոշակի մեկնաբանություններ անելուց, որովհետև ինֆորմացիայի պակաս ունենք այս պայդրությամբ ու ամբողջական պատկեր ունենալու դեպքում բնականաբար արդեն ձեզ կտեղեկացնենք մեր դիրքորոշման ու տեսակետի վերաբերյալ։